Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Պարոն Ավինյան, այդ բոլոր խնդիրները, որոնց մասին բարձրաձայնվեց, հասկանալի է, որ դրանց լուծման համար ֆինանսավորում է պետք, ու Երևան քաղաքը ակնհայտ է, որ միայնակ այդ խնդիրների լուծման տակից դուրս չի կարող գալ։ Հիմա հարցի մյուս կողմն է, թե այդ ֆինանսավորման հարցը ոնց պիտի լուծվի, ու տարբեր մեխանիզմներ կան, այդ թվում նաև այստեղ են քննարկել երկու հարց ունեի։ Առաջինը, մենք կհիշեք նախորդ բյուջետային քննարկումների ժամանակ անդրադարձանք այն հնարավորությանը, որ եկամտային հարկի որոշակի մաս հանում լինի համայնքներին, ուզում եմ հասկանալ այդ խնդիրը կամ խնդիր չէ, այդ տարբերակը դեռևս օրակարգում կա գոնե քննարկման մակարդակով, թե ոչ, եւ երկրորդ հարցը շատ քաղաքներում կիրառվում է այսպես կոչված քաղաքային հարկ հյուրանոցներում ու ոչ ռեզիդենտների համար կա նման գաղափար, որպեսզի Երևանում նույնպես մենք նման հարկ կիրառենք, կարող է շատ չավելացնի բյուջեի եկամուտները համայնքի, բայց ամեն դեպքում էլի որոշ խնդիրներ կլուծի։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Թունյան։ Իմ կարծիքով համայնքներին հարկերից մաս հանումները ուղղակի այլընտրանք չունեն։ Այսինքն մոտավորապես տենց գիտեք ինչ մակարդակի խոսակցության մեջ ենք մտնում, սաղ աշխարհը շատ վաղուց եկել, գնացել, հասել է եւ հասկացել է, որ առաջնային օղակը քաղաքական պատասխանատվություն կրող առաջնային օղակը շատ ավելի լավ գիտի իր տեղային խնդիրները եւ իր ձեռքը որոշակի ռեսուրս պետք է լինի, որ ինքը այդ տեղային խնդիրները կարողանա լուծել։ Որովհետեւ երբ որ դու այդ գործիքը, մասնավորապես ֆինանսական ռեսուրսը գերկենտրոնացնում ես, դու արդեն մոտավորապես գնում ես այդ առաջնային օղակում ենթակառուցվածքների մաշեցման ճանապարհով։ Այս տարիների ընթացքում, 30-40 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում գրեթե ճանապարհով են գնացել, որովհետև հիմա մենք իրականացնում ենք մանկապարտեզների հիմնանորոգումներ, դպրոցների հիմնանորոգումներ, բայց շատ ու շատ հարցեր, անտեսանելի հարցեր, օրինակ կոյուղու հարցը, օրինակ անձրևատարի հարցը, օրինակ հեղեղատարի հարցը, օրինակ, չգիտեմ, կներեք տեպլոտրասաների հարցը, շատ անտեսանելի խնդիրներ, որոնք որ ոչ մեկ չի տեսնում, տենց աչքի զառնող չեն, բայց համայնքի ղեկավարի խնդիրն են, դրանք տենց մնում են օդում ու չեն լուծվում։ Բացի նրանից այդ ֆորմալ հատվածը էլի որ պետական գույք է, հələ մի հատ էլ ֆինանսական միջոցի հարց կա։ Նորից այս համեմատականը բերեմ, հարգելի գործընկերներ, ես արդեն 3-րդ տարի է ինձ մի քիչ կներեք, բայց ոնց որ ինձ փչացած հեռախոսել եմ զգում այս հարցում, բայց ես ասեմ, սա իմ օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է լինելու եւ համայնքների միության հանդիպմանը համայնքների ղեկավարներին ներկայացնելու եմ այն տեսլականը, որը որ ես վստահ եմ մեր երկրի զարգացման տեսանկյունից ամենակարևոր ռեֆորմներից մեկն է լինելու։ Եվ նորից այս համեմատականը ուզում եմ հիշեցնել, պետական բյուջեները մեր եւ Վրաստանի պետական բյուջեները համադրելի են մոտավորապես նույն կարգի թվեր են, բացեք եւ տեսեք Թբիլիսիի եւ Երևանի բյուջեների տարբերությունը։ Թբիլիսին ինչքան շատ է եւ Երևանը ինչքան քիչ է իր համեմատ։ Սա ինչ է նշանակում։ Եվ սա միայն Թբիլիսին չի։ Սա ախալցխան, ախալքալակն է, բոլոր վրացական քաղաքներն են, որոնք որ ստանում են մաս հանումներ, որբիսի իրենց հենց առաջնային օղակում ստեղծված խնդիրները լուծեն։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, այս օրենքի փոփոխությունից հետո, որին պարզ է որ պետք է հանդիմանա ֆինանսների նախարարությունը, չգիտեմ, չնայած անկեղծ ասած չեմ հասկանում ինչի է պարզ, չեմ հասկանում։ Տենց մենք տենց բան էլի ժառանգաբար ընկալել ենք, որ ֆինանսների նախարարությունը այդ տենց պետք է ընդդիմանա, ինչի պետք է ընդդիմանա։ Չէ, էդ էլ չեմ հասկանում էլի։ Երբ որ քո աչքի առաջ բոլոր այդ օրինակները կան, երկիրը տենց է շենանում, երկիրը այդ ամեն բակով ու ամեն փողոցով է շենանում։ Երբ որ դու գերկենտրոնացնում ես ֆինանսը, դու այդտեղ ունենում ես անարդյունավետ կառավարում։ Պարոն Թունյան, City Tax-ն էլ շատ լավ
այսպես ասած միջոց է, բայց ուղղակի մենք ֆինանսական միջոցների չափի մասշտաբը չենք կարող համեմատել, էլի պոտենցիալ այն որ 2-3 միլիոն դոլար կարող է գալ City tax-ից եւ մոտավորապես Երևան քաղաքին իր կարիքների համար հավելյալ 200 միլիոն դոլար է պետք։ Շնորհակալություն։ Պարոն Ավինյան, երբ որ վարչապետը գնացել էր Էստոնիա ու համեմատություններ էին անում, որոշ քննադատություններ եղավ, որ տեսեք, օրինակ Թալինում հասարակական տրանսպորտը անվճար է։ Հետո ես մի քիչ ուսումնասիրեցի, պարզեցի, որ Տալինում համայնքային բյուջեն ձևավորվում է հիմնականում հենց հարկերի հաշվին, ու ոնց որ եթե չեմ սխալվում, եկամտային հարկի 80%-ը գնում է համայնքային բյուջե։ Այսինքն այդ մեխանիզմը այո շատ տեղերում կա, բայց իմ հարցը հետեւյալին էր վերաբերում։ Դուք միջև քաղաքապետ դառնալը փոխվարչապետ եք եղել երկար ժամանակ, այսինքն խնդիրներին համես կողմից եք ծանոթ, համեն կողմից եք ծանոթ։ Հիմա այն հակափաստարկները, որ բերվում է, այդ թվում համայնքների ունակությունները, ռեսուրսները ճիշտ կառավարելու, այդ թվում տարածքային անհամաչափությունը ավելի խորացնելու եւ վերջապես հաշվի առնելով մեր բյուջեի այսօրվա հնարավորությունները, դուք ամեն դեպքում իրատեսական համարում եք, որ չեմ ասում եկող տարվանից, բայց գոնե տեսանելի ապագայում մենք այդ փոփոխությանը գնանք։ Պարոն Թունյան, այդ փոփոխությանը մենք պետք է 3 գնայինք, նախորդ տարի գնայինք, 15 տարի առաջ գնացած լինեինք եւ լավ 15 տարի առաջ գնացած չլինեինք միգուցե, բայց տարածքային կառավարման փոփոխություններին զուգահեռ, համայնքների խոշորացմանը զուգահեռ, այս փոփոխությունը սա մեր ընդունած խարտիայի կարևորագույն մասը տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող եվրոպական խարտիայի կարևորագույն մասը, այսինքն առանց հարկերից մասհանման, առանց ֆինանսական ռեսուրսի տրամադրման, այս փոփոխությունները կիսագործողություններ են։ Եվ ինչի եմ ես այսպես համարում, որովհետև ես տեսնում եմ բոլոր մնացած զարգացած երկրների փորձը։ Այդ մենակ մենք ենք, որ այդպիսի տենց տարօրինակ հեծանիվ ենք հորինել եւ շարունակում ենք այդ տարօրինակ տենց կեսականի հեծանիվով շարժվել։ Դա անմտություն է ուղղակի։ Ես չեմ այդտեղ փաստարկ չկա։ Այսինքն որևէ ռացիոնալ փաստարկ չի կարող լինել, չի կարող հնչել այդտեղ։ Ես որևէ մեկի հետ մեծ հաճույքով այս դեբատը թեկուզ ուղիղ եթերում մեծ հաճույքով կանցկացնեմ, որովհետեւ տեսեք նորից ասեմ Երևանի քաղաքապետարանը, այն որ ասում են, հա, Երևանի քաղաքապետարանը միշտ շատ ֆինանսավորում ենք տվել, իսկ մնացած համայնքներին քիչ։ Ժորժ ջան, Երևանի բացի նրանից, որ մնացած համայնքներին գրեթե չենք տվել, Երևանի քաղաքապետարանին էլ ենք խայտարակ քիչ տվել ֆինանսավորում։ Խայտարակ, այսինքն բոլորին ենք քիչ տվել։ Բոլորին։ Սա մեր բյուջեի գերկենտրոնացվածության խնդիրն է, որը որ ու գիտեք, երբ որ ես փոխվարչապետ էի նաև պարոն Թունյան, ես մի հետաքրքիր տենց փաստաթուղթ էր մեր գրասենյակը գեներացրել, կոչվում էր Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն։ Ենթադրում եմ ինչ որ մի խորը դարակում, շատ խորը եւ մութ դարակում պինդ փագածա, որ հանկարծ չբացենք, չտենանք, ինչա գրած այնտեղ։ Եթե մենք ուզում ենք ռեֆորմ անել, եթե մենք ուզում ենք պետական համակարգը, համայնքները արդիականացնել, մեզ պետք է իրականացնել հանրային կառավարման բարեփոխումներ, մեզ պետք է իրականացնել թվայնացման կարևորագույն բարեփոխումները, ուզում եմ նաեւ տեղեկացնել Երևանի քաղաքապետարանը ամբողջապես ներդրել է GIS համակարգ, Երևանի քաղաքապետարանը մինչև տարվա վերջ իր 150 ծառայությունները on-line ձևով է մատուցելու եւ լինելու են ծառայություններ, որ միմիայն on-line է մատուցելու եւ ամենակարևոր երրորդ խնդիրը տարածքային կառավարման նախարարության բարեփոխումներին զուգահեռ խոշորացումներին զուգահեռ ռեսուրսների տրամադրում, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների